Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Եկեսցե արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերգինս և հերգրի, Սաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, և թող մեզ սպարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարդաբանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյա իչարե։ Ողջույն մեր հավատացյալ ժողովրդին, սկսում ենք քրիստոնեական դաստիարակություն հաղորդաշարը, այսօրվա մեր նյութն է տիեզերական 3 ժողովները, եկեղեցիների բաժանումը և հայ եկեղեցու դավանանքը։ Հիմնականում անշուշտ այսօրվա մասին, այս նյութի մասին է, որ մենք պետք է երկխոսություն ունենանք Հայկ Մատոյանի հետ, հիմնական բացատրելու համար, թե մեր եկեղեցու դավանանքը հիմքը ինչ է, որտեղից է գալիս, ինչպիսի պայմաններում այդ հիմքը կազմվեց, եւ այդ հիմքը արդյոք ամուր է, թե թույլ է, թե մինչև այսօր այդ հիմքի վրա ենք մենք կառուցել մեր եկեղեցու ժայռը, թե պարզապես ուրիշ տեսակետերից են մոտեցել ենք կամ ազդեցություններ են տեղի ունեցել։ Ուրեմն գլխավոր այսօրվա նյութը հայ եկեղեցու այդ դավանանքը եւ տիեզերական ժողովներ ու եկեղեցու բաժանումն է։ Այսինքն դավանանքը այն ճշմարտությունների ամբողջությունն է, որոնց եկեղեցին հավատում է, խոստովանում եւ սովորեցնում է։ Եվ այդ դավանել նշանակում է բնականորեն հիմնականում աստվածաբանական խնդիրների շուրջ է, որ մեր եկեղեցին կարողացել է ճշտել, ձևավորել, հիմքը ամրացնել եւ այդպես շարունակել մինչեւ այսօր։ Ուրեմն Հայկ, քանի որ մեր նյութը այս է այսօրվա, խոսենք ժողովրդին բացատրենք առաջին հերթին, թե մենք որտեղից դավանանքը վերցեցինք, որտեղից է գալիս, արդյոք ազդեցություններ կան, աղանդեր կային, հերետիկոսներ կային, որոնք եկան փորձելու համար մեր եկեղեցու այդ կյանքը, այսինքն դեմքը մեր եկեղեցու ազգային կամ եկեղեցական նկարագիրը աղջատելու կամ փոփոխելու։ Այո, անշուշտ շատ հարց չանցավ այդ ճանապարհը, բնական է, այդ ճանապարհը բավական փոթորիկներով անցավ, բայց փորձենք մեր ժողովրդին այսպես ավելի մանրամասն բացատրել, թե ինչպիսի վիճակում անցավ, ուր ենք այսօր, ուր էինք եւ ուր ենք այսօր։ Այո, ինչպես որ ասացիք Տեր այր, այդ քրիստոնեական ճշմարտությունների ամբողջությունն են, իսկ այդ ամբողջությունների հիմքը իհարկե Հիսուս Քրիստոսն է, իր խոսքը, թե գրավոր եւ թե բանավոր, տվյալ դեպքում գիտենք, որ Քրիստոս մեծավ մասամբ Այսինքն բանավոր խոսեց, ընդհանրապես գնավոր տեղեկություն չունենք, Աստվածաշունչը իր հերթին արդեն գրավորն է, ուրեմն Քրիստոսի հիման վրա ձևավորվեց ճշմարիտ դավանանքը, ճշմարիտ հավատքը քրիստոնեական, որը որ առաջ նախապես իսկ մեր եկեղեցին վերցրեց, ընկալեց եւ շարժվեց։ Ուզում եմ ասել, տարաբջատում դնելու համար թե որն է ճշմարիտ դավանանքը եւ որն է սխալ դավանանքը, արդեն Քրիստոս ինքնին խոսեց, ասելով, որ Սուրբ Հոգու վրա պիտի հիմնված լինի ձեր դավանանքը, այսինքն Աստված ինքը պիտի ուղի ձեզ ճշմարիտ հավատքի։ Եվ կուզեմ այդ համարը կարդալ, որ ավելի, ասենք, պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն այսպես է ասվում Հովանու ավետարան 14:26 գլուխում. Իսկ Մխիթարիչը Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ։ Ուրեմն այստեղ ասենք, որ իսկապես Սուրբ Հոգին եկավ եւ Սուրբ Հոգին է, որ մեզ քրիստոնյաներից ուսուցանում է եւ Սուրբ Հոգով է, որ եկեղեցին հիմնվեց եւ շարունակվեց եւ սրա որպես ապացույց նաեւ մեր հայրից, մեծագույն հայրից Իրինիոսի հետեւյալ խոսքը կուզեմ ասել, որ ասաց որտեղ Սուրբ Հոգին է, այնտեղ եկեղեցին եւ որտեղ եկեղեցին է, այնտեղ Սուրբ Հոգին, այսինքն անբաժանելիության այս գաղափարը մտցրեց, փորձելով հստակ զատորոշել ճշմարիտը եւ սխալը։ Սակայն ի սկզբանե մարդիկ եղան, որոնք որ կարծեցին, թե իրենք են ճշմարիտ քրիստոնեության հետևորդները եւ փաստորեն Տերաշ իրենք հեռացան ճշմարիտ դավանանքից եւ նույն ինքնին առաքյալները, որոնք Քրիստոսի 12 առաքյալներն են եւ քրիստոնեության հաջորդողներն են, իրենք ստիպված եղան, այսօր մենք ենք շատ հաճախ, չէ, ասենք ճշմարիտ դավանությունը փորձում պաշտպանել, բայց տեսեք, որ արդեն իսկ առաջի դարում եղան այդպիսիները, որոնք որ ստիպված եղան առաքյալներին միջամտել տալու, թե ինչ պիտի լինի եւ տվյալ դեպքում շատ կարեւոր համար եմ ուզում կարդամ, որ Հովանես առաքյալը ավետարանի չասեց երևութականության դեմ։ Նախ ասեմ, թե ինչ էր երևութականությունը, առաջին այս աղանդներից մեկն էր, որոնք որ կասկածի տակ դրեցին, որ Քրիստոս իսկապես մարմնով եկել է, ասելով, որ այդ հրաշքները քանի որ տեսնում էին, այսինքն չէին կարող հերքել, բայց մարդկային ուղեղով երբ որ չկարողացան բացատրել սա, որ շատ տրամաբանական է,
հանգեցին այն եզրակացության, որ մարմինը չի կարող մահանալ, նորից հարություն առնել ու ասեցին սա զուտ երևույթ էր, ճշմարիտ չէր եւ նույնիսկ փաստորեն մեծ իրենք հետևորդների մեծ բազմություն ունեցան եւ դրա համար է որ Հովհաննես Ավետարանիչը այսպես է ասում, շատ կարեւոր համար է սա, առաջին Հովհաննես 4:2-3 ասում է. Եվ մենք սրանով ենք ճանաչում Աստծո հոգին, ամեն մի հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, նա Աստծուց է։ Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, նա Աստծուց չէ։ Նորից կրկնեմ առաջի Հովհաննես 4:2-3։ Այսինքն Հովհաննես առաքյալը հստակ զատորոշեց, որ Քրիստոս մարմնով է եկել եւ հստակ այս համարները շատերը կարդացել են, բայց երևի տեղեկություն չունեն թե ինչի ասվեց։ Ասվեց զուտ այս աղանդի համար եւ սրանից առաջ Հովհաննեսը ասում է, որ սրանք սուտ մարգարեներ են։ Ուրեմն այս սուտ մարգարեները արդեն իսկ կային եւ արդեն իսկ իրենց գործունեությունն էին ծավալում։ Հիշենք նաեւ հրյա քրիստոնյաներին, որոնք որ պարտադիր էին համարում թլպատությունը, մովսեսական օրենքի կատարումը եւ սրանք էլ կարծես նորից շեղվեցին ճշմարիտ քրիստոնեությունից, այսինքն մեկը չէր, երկուսը չէր, շատ էին եւ ոչ միայն Հովհաննես առաքյալը, այլ նաեւ Պողոս առաքյալը, հեթանոսած մեծագույն առաքյալը ինքնին շատ կարեւոր մեկ հատ համար ունի, ուզում եմ նշեմ, որ ասում է սուտ ավետարաններ են հայտ եկել։ Ավետարան, այսինքն սուտ քրիստոնեական վարդապետություններ կան, որոնց դեմ ինքը զգուշացնում է։ Եվ խնդրեմ այս համարն եմ ուզում կարդալ Գաղատացիս 1:8-9 այսպես է ասում Պողոս առաքյալը արդեն. Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյալ լինի։ Ինչպես ավելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ, եթե մեկն ավետարանի ձեզ ավելին քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյալ լինի։ Սրանք շատ հստակ ու շատ կարևոր խոսքեր են, նույնիսկ Պողոս այնքան հստակ է իր խոսքի մեջ, որ բացի երկու անգամ շեշտելուց նույն միտքը նաև ասում է հրեշտակ, եթե իջնի երկնային էակ եւ ձեզ որևիցե տարբեր բան ավետարանի, թող նզովյալ լինի, որովհետեւ ճշմարտությունը սա է։ Եվ փաստորեն իրոք առաքյալների շնորհիվ է, որ մենք կարողացանք պայել այս ճշմարտությունը, որովհետեւ տեսեք, եթե այս համարները չլինեին, առաքյալների այս գործունեությունը չլինեին, ինչ պիտի լիներ քրիստոնեությունը, խառնիչ աղանջ մի վիճակ պիտի լիներ եւ Քրիստոսի մեկ եկեղեցին որպես այդպեսին պիտի գոյություն չունենար եւ այսօր ցավոք սրտի մենք տեսնում ենք որ այսօր է կարծես թե այդ խառնիչ աղանջ վիճակը, որովհետեւ այս հիմնական այս կարևոր գաղափարները հերկվում են, անտեսվում են եւ դրա համար էլ մենք այսօր այս վիճակին ենք հասնում։ Միայն մեկ տարբերությամբ, որ այն ժամանակ, քանի որ քրիստոնեություն դրմանուկ էր, ինչպես ասում են, դեռևս սաղմի մեջ էր այն ամուր հիմքը չուներ, դեռևս այդ ինչպես ասում ենք ժայռը չկար, որ կարողանար վրա հիմնվել, բնական է որ մինչև ասենք մանավանդ մեր եկեղեցու վերաբերել եթե խոսենք, ընդհանրական եկեղեցիների մասին չէ, մեր եկեղեցու վերաբերել, մինչև 4-րդ դարում նոր քիչ հետո պիտի խոսենք այդ ժողովների մասին, տիեզերական ժողովների մասին, կարծես հիմքը դրվեց մեր եկեղեցու դավանանքի եւ դրանով հնարավորություն ստեղծվեց, որ մենք այս երևութականներ, չգիտեմ տեսակ աղանդավորների դեմ դուրս գանք եւ նրանք ինչքան էլ որ ուզենային մեր դեմքը փչացնել կամ փոխել մեր նկարագիրը, այլևս հնարավոր չէր, որտեղ այն ժամանակ 4-րդ դարում արդեն ձևավորվեց, դասավորվեց, հիմքը դրվեց, բայց մինչև 4-րդ դար բնական է քրիստոնեությունը դեռևս պիտի ունենար իր ասենք խախտումները կամ կողքից մարդիկ նույնիսկ աստվածաբան մարդիկ շեղումներ թույլ տվեցին, որտեղ դեռևս այդ հասանելիությունը չունեին, թե որն է ճիշտը, որն է ճշմարիտ հավատքը, որն է ուղիղը, որն է սխալը, ամեն մեկը իր ուզած ձևով ուզում էր մեկնաբանել Քրիստոսի թողած ժառանգությունը, որը բանավոր էր, գրավոր էլ չէր։ Ժամանակին, այո, բայց գիտեք հետաքրքիրն ինչ է, որ այդ նախորդ հաղորդմանը մենք արդեն խոսեցինք, որ որոշակի հիմք դրվեց առաքյալներով եւ եթե եկեղեցին որպես կառույց միասնություն տրոհում էր մի քանի մասերի եւ անձին առանձնանում էին, իրենք էին արդեն շեղվում։ Եվ տվյալ դեպքում գիտեք, ասենք ինչ հետաքրքիր մի ծագեց ինձ մոտ, որ ասենք ժամանակին այո Քրիստոսին անձինք տեսան իր հրաշքները, տեսան իր այս հարությունը եւ այլն, որտեվ համբարձումը տեսան եւ չէին կարող ուրանալ, որովհետեւ նյութապես էին տեսել եւ դրա համար փորձեցին ինչ որ մի բանով, ասենք հեռացան, փորձեցին բացատրել, բայց չկարողացան ճիշտ բացատրել, երևոթականության հանգեցին։ Այսօր հակառակ երևույթն է։ Այսօր Քրիստոս 2000 տարի առաջ երկրային կյանք ապրեց, մահացավ, եւ այսօր շատ հեռու է այդ ժամանակ։ Ոչ թե այսօր Քրիստոսի մարմինն են որպես այդպեսին բանանում, այլ շատ հաճախ լսել են, որ ասում են Քրիստոս մարդ էր զուտ, եւ այստեղ աստվածային ոչինչ չկա։ Տեսեք, ժամանակի հեռավորությունից, երբ որ սառեց արդեն այս հրաշքների, այս իրավիճակի, այդ ականատեսների ամեն խոսքերը պատմվածը, հաջորդ հերետիկոսական մտքին ենք հանգնում, որ Քրիստոսին զուտ միայն մարդ են ճանաչում, առանց աստվածային իր էությունը ճանաչելու։ Ուզում եմ ասեմ,
իմ կարծիքով առաջին իսկ դարից սկսած մինչև մեր օրերը քրիստոնեությունը միշտ ունեցել է տարբեր աղանդներ եւ այսօր էլ կան, որոնք որ եթե շեղվում են ճշմարիտ ուղուց, մեկ կամ մյուս ծայրահեղությունից մեկ ուրիշ ծայրահեղության են հանգում, որը որ անընդունելի է։ Դրա համար որպես անհատ ես կարծում եմ, որ ճշմարիտ այդ ժայռը, որ միշտ մենք ասում ենք, պիտի լինի զուտ, ասենք տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցու վրա, որը որ իսկապես պատմական այս բովով անցավ թե ներքին, թե արտաքին։ Հիմա երևի թե անցնենք դարերով մինչև Նիկիո հասնելը շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել։ Ուրեմն այս աղանդները սկսվեցին եւ տարածվեցին իմիջայլոց գնոստիկյան աղանդը սկսվեց, որ ուզում էր զուտ գիտական առումով ամեն ինչ բացատրել, ասելով որ քրիստոնեության մեջ գաղտնի ինչ որ կոդեր կան, որոնք զուտ ընտրյալներին են տրված եւ միայն սրանք կարող են հաստատանալ քրիստոնեությունը եւ փրկվել։ Սա էլ աղանդեր, սա էլ բանադրվեց հետագայում։ Մինչև արուսականության անցնեմ Մակեդոնը կար, որ իր կանոնը հաստատեց 5 կտական ամբողջությամբ մերժեց, նորի որոշ կրքեր ընդունեց, այսինքն մարդիկ իրենք եւ իմիջայլոց, ինչպես շեշտում եք, մեծ գիտնականներ էին, սրանք աստվածաբաններ էին, որոնք որ իրենց ուղեղին, այսպես երևակայությանը զոր, չգիտեմ, ինչպես ժողովուրդն է ասում, ներողություն, կներեք իհարկե, բայց երևի տեղին է զոր տալով փորձեցին մի բանի հասնել, սակայն հերվացան։ Ավելի հստակ հավատքի սահմանը անցան, եւ անցան ընկան ծայրահեղության մեջ։ Երբ որ ասենք մի բանը փորձում ես մտքով ամեն ինչը լուծել, մարդու միտքը այդքան բարձր չի, ինչպես Աստծուն, հասնելու համար Աստծուն նման կատարյալ է մարդը, բայց Աստված չէ։ Ուրեմն մարդը պետք է հասկանա, թե ասենք իր մտքի, հավատքի, սրտի չափը ինչքան է, ինչքան կարող է ինքը հասնել մինչև այնտեղ, իսկ այնտեղից այնքան ինքը միայն զուտ պետք է հավատքով ընդունի, որ այդ բոլորը տեղի են ունեցել եւ տեղի պետք է ունենան։ Այսինքն մեր գլխից վերև մենք որևէ բան վերցնելու իրավունք չունենք, հակառակ դեպքում պետք է ընկնենք այն աստվածաբանների եւ գիտնականների օրը, որոնց 4-րդ դարում նզովեցին եւ բանադրեցին, որոնցից մեկի մասին, 3-ի մասին մենք հերթականությամբ խոսենք, որոնք կոչվում են տիեզերական ժողովներ։ Եվ սրանք կարևոր են։ Բայց հիմա տեսեք, այո, այս աղանդների, այս հերետիկոսությունների լուծում ինչպես պիտի գտնվեր, սա է կարևոր։ Ուզում եմ շեշտվածությունը սրա վրա դնեմ։ Շատ հաճախ ասում են թե այս տիեզերական ժողովները, որոնք ընդհանրական ժողով, տիեզերական, այսինքն ընդհանրական ժողով են, որ սկսվեցին, սրանք քրիստոնեությունը կարծես կաղապարեցին, բայց իրականում այդպես չի։ Քանի որ այսքան շատ էին եւ միջև օրս էլ եթե ուշադրություն դարձնեք նոր ավետարաններ են հայտ գալիս, հնից պահված, ասենք պապիրուսների տեսքով, օրինակ այսօր անցած տարի դուրս եկավ Հուդայի ավետարան կոչվածը, որ կարծես Հուդա առաքյալն է գրել դավաճանը եւ ամբողջությամբ տարբեր զովով մեկնում Հուդային, սրանք գնոստիկյան ավանդություն են եւ արդեն հստակվեց, որ 300 թվականից հետո է գրված։ Ուզում եմ ասեմ, փաստորեն այս խառնիչ աղանջ իրավիճակում եկեղեցին ստիպված էր մի կարևոր լուծում տալ, որ այսպիսի շեղումներ չլինեն։ Բայց ում հիմքի վրա եկեղեցին դա արեց, սա շատ կարևոր է, արեց առաքյալների հիմքի վրա։ Չէ՞ որ նույն իրենք առաքյալները, երբ որ այսպիսի խնդիրների առաջ էին կանգնել, խնդիրը նախապես հետևյալն էր. արդյոք պիտի մովսիսական օրենքը կատարեն, թե պարտադիր չի այլևս կատարել քրիստոնյաների համար, 1-2 առաքյալ չորոշեցին ինչ որ բան, լինելով առաքյալ թերեր։ Նրանք հավաքվեցին Երուսաղեմում եւ մենք գիտենք, որ 50-51 թվականին առաջին ժողովը եղավ Երուսաղեմում, որտեղ հավաքվեցին բոլորը եւ Պողոս առաքյալներ էր ներկա եւ վկայություն տվեցին հեթանոսների, իրենց հավատքի, իրենց կատարած սխրանքների մասին եւ որոշվեց, որ այլևս օրենք պահելը պարտադիր չէ։ Այսինքն առաջին դավանական խնդիրները լուծվեցին ժողովի տեսքով առաքյալների կողմից եւ կարեւոր հանգամանք նշվեց վերջում իհարկե, այսպես է ասում Գործք 15:28-ում, որովհետեւ հաճելի թվաց Սուրբ Հոգուն եւ մեզ։ Եվ միշտ իրենց ժողովը ինչքան որ կատարեցին, կարևորեցին Սուրբ Հոգու ներկայությունը եւ տեսեք, հաճելի թվաց Սուրբ Հոգուն եւ մեզ, եւ մենք հետագայում պիտի տեսնենք, որ արդեն Նիկիո ժողովից սկսած բոլոր ժողովները այս կարևոր միտք ունեն, հաճելի թվաց Սուրբ Հոգուն եւ մեզ։ Նախապես առաքյալները վերնատան մեջ Սուրբ Հոգին ստացան։ Մինչ այդ իրենք այդ շնորհները չունեին եւ Սուրբ Հոգին երբ որ ստացան, բնական է իրենք առաջին զինվեցին շնորհներով եւ դրանից հետո իրենք այսպես են ասում, որովհետեւ հաճելի թվաց Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին իրենց մեջ առաջացած այն զորությունը, որով կարող էին